Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Ասում են գեղեցիկը կփրկի աշխարհը։ Իսկ այսօր զրուցելու ենք Miss Հայաստան 1998, Miss ԱՊՀ 1999 եւ Mrs. Globe 2009 հաղթող Գոհար Հարությունյանի հետ։ Համեցեք, միացեք մեր զրույցին։ Բարի երեկո սիրելի Գոհար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ առաջին հերթին ինձ թվում է հեռուստադիտողի համար գեղեցիկի բացարձակ ներկայությունը ապահովել ենք եւ վստահ եմ, որ զրույցով նույնպես այդ գեղեցկությունը խոսքի, մտածողության անպայման կփոխանցենք եւ կուզեմ սկսենք մանկությունից։ Ես կարծում եմ, որ երեխաների դաստիարակության մեջ շատ կարեւոր է, հատկապես աղջիկների դաստիարակության մեջ շատ կարեւոր է մանկուց ինքնաբավության, գեղեցկության առումով ինքնաբավության զգացման ձևավորումը։ Որքանով եք փոքր ժամանակ ձեզ զգացել գեղեցիկ եւ արդյոք ընտանիքում այդ միջավայրը եւ մթնոլորտը ստեղծվել է գեղեցիկ զգացողության, գեղեցիկի զգացողության։ Շատ հետաքրքիր հարց էր, քանի որ ինչքան էլ որ ինձ փոքրուց ասել են գեղեցիկ է, ընտանիքում ոչ, չի շոշափվել այդ հարցը, դուրսը, երբ որ դուրս էին գալիս, անպայման ասում էին, բայց տանը ասեմ, ընդհակառակը մայրիկս միշտ ասում էր, ինձանից բարձրահասակ չլինեն աղջիկներս, այսինքն արդեն այդ բարդույթի, այո, ձևավորումներ։ Եվ անգամ որ մեծացա նույնպես մրցույթի մասնակցել եմ զուտ ինչ-որ հետաքրքրության եւ կողմնակի մարդկանց կողմից հուշելով չի եղել, ոչ, երբեք չի եղել այդ անգամ ես չէի տարբերում գեղեցիկը, գեղեցին համար աղջիկները, որոնք շատ ինքնավստահ էին, իրենց հետ ուզում էին ընկերություն անեին, այդպիսի չափանիշներ կային։ Հիմա երեխաները մի քիչ ավելի լավ են հասկանում գեղեցիկի չափանիշները զգում են, իսկ իմ ժամանակը ոչ։ Իսկ ունեք ձգտում կամ դրամադրվածություն երեխաներին նմանօրինակ միջավայրում ձևավորելու։ Այսինքն տեսնելով ինքներդ նշեցիք ձեր խոսքում, որ այսօր երեխաները այլ են եւ այդ զգացողությունը գեղեցիկի գնահատականը ավելի վաղ հասակից են տալիս, ստանում։ Ունեք արդյոք այդ տրամադրվածությունը իրենց գեղեցիկ եւ վստահ դասյարակելու, որպեսզի իրանք առավել հեշտությամբ մտնեն կյանք, որովհետեւ կարծում եմ յուրաքանչյուր կնոջ համար շատ կարեւոր է այդ գեղեցիկի զգացումը։ Այլ բան է թե տարիքի ընթացքում որքանով կգա ներդաշնակության, ներքին մտածողության եւ արտաքին բնության համատեղ գեղեցկության հետ, բայց այդ տրամադրվածությունը եւ սերմանումը երեխաների մեջ այդ գիտակցումը կա արդյոք ձեզ մոտ։ Գիտեք, այս հարցում պետք է իմանալ չափը, ինչքանով ես գովում երեխային, ասում, որ նա գեղեցիկ է ցույց տալիս, գեղեցիկը եւ ոչ միայն արտաքնային գեղեցկության չափանիշներն են ինձ համար կարեւոր, այլ առհասարակ գեղեցիկը հասկանալու։ Ես վախենում եմ իրեն շատ ասեմ, որ դուք գեղեցիկ եք, առանց այդ էլ դուրսը իրենք բավարարվում են այդպիսի հաճախոսություններով եւ ես ցանկանում եմ որպեսզի իրենք յուրաքանչյուր մարդու մեջ արդեն իսկ այս տարիքից տեսնեն գեղեցիկը նայելուց ոչ թե փնտրեն թերություններ ինչպես շատ մեծերն են անում անգամ այլ յուրաքանչյուր մարդու հետ ծանոթանալուց փորձեն արտաքինի եւ ներքինի մեջ գտնեն գեղեցիկը եւ բավարարվեն դրանով չէ որ ոչ բոլորն են օժտված շրջապատում բացառիկ գեղեցկությամբ եւ պետք է հասկանալ ըմբռնումով մոտենալ եւ գտնել գեղեցիկը Տեսեք ձեր վերաբերմունքը սեփական գեղեցկության եւ հասարակության մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը շատ հետաքրքիր է, ներդաշնակ է, բայց մեր իրականության համար ոչ այդքան նկարի հենոչան ոչ այդքան տարածված է։ Մեր հասարակությունը շատ ավելի քննադատ է։ Սա ձեր ընտանիքի դաստիարակության հետևանքն է, արդյունքն է, թե այն կրթության, որը ստացել եք արևմուտքից, որովհետև ոչ միայն այս հարցում, այլ նաև սեփական ազատության ընկալման եւ սեփական ազատության եւ հասարակության ազատության եզրի խստիվ պահպանման ակնհայտ զգացողություն է ձեզ մոտ երևում։ Երբևէ այդ սահմանը չեք անցնում։ Սա արևմտյան դպրոցի կրթահամակարգի արդյունք է։ Իրականում այո, արևմուտքում չեմ առնչվել նման մի երևույթի, որ կարող են մոտենալ եւ արտահայտվել, որ
քո արտաքինում ինչ որ թերություններ կա կամ հագուստի մեջ կամ որևիցե մի նման երևույթի հետ չեմ առնչվել եւ իսկապես որ եկել եմ Հայաստան վերադառնալով արդեն 2005-ին Հայաստան շատ վառ էր այդ տարբերությունը երբ որ կարելի էր ուղղակի առանց հարդարանքի դուրս գալ եւ բախվել մի շատ չարագործության եւ որը կմնար քո մտքում միգուցե առ այսօր կարող է մնալ իհարկե ես պայքարում եմ այստեղ որպեսզի կանայք հանդուրժողաբար մոտենան միմյանց արտաքինի հետ եւ չգիտես ինչի ինձ շատ անգամ կարծում եմ որ ես կարիք չունեմ հաճախոսության կամ ինձ կարելի է որևիցե մի բան ասել եւ աննկատ կանցնի եւ բայց ես շատ փխրուն եմ շատ զգայուն եմ ինձ հետ էլ չի կարելի նման բաներ անել եւ ես նույնպես տանից դուրս գալուց ամեն առավոտյան ես որոշում եմ որ եթե ես տեսնեմ որևիցե մեկին ես անպայման կգտնեմ մի լավ բան եւ կծաղկացնեմ այդ մարդու օրը անպայման մի գեղեցիկ բան կասեմ ինձ մոտ ստացվում է ես փորձում եմ այդպես անել եւ արդեն նկատում եմ որոշ խավ հասարակության մեջ որ փորձում են նման կերպ ապրել եւ դա կարեւոր է մեր իրականության մեջ առավել առողջ հասարակություն ունենալու համար եւ առավել ինքնաբավ կին եւ տղամարդ ունենալու համար, որովհետև կարծում եմ նույնիսկ ընտանիքի ձևավորման հարցում այդ ինքնաբավությունը շատ կարևոր նշանակություն է ունենում։ Ընտանիքից քանի որ խոսեցինք, շատ կուզեմ անդրադառնալ ձեր ընտանիքին, ձևավորմանը եւ ձեր վերաբերմունքին ընտանիքին։ Դուք ասում եք, որ այն բոլոր առաջադրանքները, որոնք տրված են ընտանիք ձևավորելու համար, դուք հաջողությամբ իրականացրել եք։ Սա կարևոր մոտեցում է, որովհետև մեր երիտասարդության մեջ հատկապես տարածված է այդ գաղափարը, որ ընտանիքը դա ընդհանրեն այն սեր հասկացությունն է, որը շատ վիզուալ պատկեր ունի, ձեռք ձեռքի բռնել, ասել հաճախակի, որ սիրում ես, որքանով է ձեզ համար ընտանիքը աշխատանք եւ որքանով անհրաժեշտություն կա հասարակության մեջ ընտանիքի ինստիտուտ ձևավորման սկզբունքը։ Իրականում այո, մոտեցումը ի սկզբանե այդպեսին է եղել։ Ես իմացել եմ միշտ, որ ընտանիք ունենալը, ճիշտ ընտանիք կազմելը ինձ համար ամենաբարդ երևույթն է լինելու եւ ես պետք է աշխատեմ միջև անգամ ընտանիք կազմելը այդ գաղափարը զարգացնելու եւ ճիշտ իրականացնելու մասին։ Եվ նույնը եղել է իմ ամուսնու կողմից։ Մենք շատ լուրջ հասուն պատրաստ տարիքում ենք ընտանիք կազմել չեմ ասում, որ սեր չի եղել, բայց անգամ այդ սերը զարգացել է այն ժամանակ, երբ որ մենք գիտակցել ենք, որ հետագայում մենք չենք բախվի մի փոքր դժվարության հետ եւ լուծարենք մեր կապը։ Այո, ընտանիք ունենալը դա մեծ դժվարություն է եւ կարող է կողքի առաջին հայացքից թվա թե այո հեքիաթային 3 երեխա եւ այլն գեղեցիկ ընտանիք ամուսին հատկապես որ պատրաստում եք եւս երկուսին ունենալ 4-ին նույնիսկ պատրաստվել է գիտեք ես դրան էլ կանադառնամ այո ցանկություն կա 1000 երեխա ունենալ բայց մենք մարդ ենք այլ ոչ թե նապաստակն է ցավոք սրտի Եվ այո, իսկապես ընտանիք պահելը ամեն օրվա աշխատանք է, փոխհմբռնում, փոխհասկացողություն, զիջումներ եւ իհարկե հիմքում դրված է սերը եւ հարգանքը։ Մենք աշխատում ենք եւ հաղթահարում ենք ցանկացած դժվարություն եւ տարաձայնությունների տեսքով եւ երեխաների ընտանիքի պլանավորման եւ հաջորդ ընտանիք երեխայի պլանավորման հարցում մեր մոտ ամենաբուրըն քննարկումներն են տեղի ունենում բայց կային ինչ որ կա եւ ես ուրախ եմ տեսնել ամեն ինչ որ ես ստեղծել եմ եւ կարծում եմ սա էլ միանշանակ գեղեցիկ օրինակ է այսօրվա երիտասարդության համար վստահ լինելու որ անհնարին ոչինչ չկա եւ իսկապես որքան շատ լինեն երեխաները որքան մեծ լինի ցանկությունը նրանց լույս աշխարհ բերելու եւ հնարավորություն տալու սեփական գենը, սեփական մտածողությունը շարունակելու, այդքան ավելի ամուր է լինելու մեր հասարակությունը եւ մեր ազգը։
Ես կուզեմ անդրադառնանք կրթությանը, քանի որ երկու ճյուղավորում ունի ձեր կրթությունը։ Մեկը արվեստին առնչվող, որ այդպես էլ թերի մնաց, որովհետև այդ շրջանում ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ այսպես ասած կյանքի այն վառ գայթակղությունները առավել էին, եւ մյուսը Միացյալ Նահանգները, որը ձեզ կարծում եմ հնարավորություն տվեց եւ ընտանիքի կազմավորման հարցում ավելի լրջմիտ լինելու եւ ինքնադրսևորման եւ հասարակության մեջ իբրև կերպար ներկայանալու հարցում ավելի զգուշավոր լինելու եւ ավելի հավասարակշռված լինելու։ Որքանով այսօր ձեր կյանքում արվեստը կա, սկսենք առաջին կրթությունից, Գեղարվեստի ակադեմիայից, այսինքն նկարչությունը, որը ձեր հոբին էր, ձեր հետաքրքրությունն էր, ձեր մտքի եւ զգացողության արտահայտման միջոցն էր, այդպես էլ մնաց թերի։ Բայց կարծում եմ, որ դուք այն տվյալները ունեք եւ այն աշխարհընկալումը ունեք, որ օրերից մի օր պետք է որ այդ զարթոնքը լինի։ Կա արդյոք այսօր տրամադրվածություն եւ ցանկություն այդ ոլորտում դրսեւորվելու։ Շատ ակտուալ հարց է իմ կյանքի համար այս պահին։ Ես ընտրել եմ նկարչությունը, քանի որ մանկուց նկարել եմ եւ ինձ շատ հաճախ ասում էին, որ դու ունես տաղանդ, պետք է նկարես։ Բայց եկավ մի տարիք եւ միգուցե ես իմ բարդություններից էի փորձում դուրս գալ, երբ որ մասնակցում եմ մրցույթներին եւ փորձում էի շփման միջոցով ձեռբազատվել այդ կաշկանդվածությունից եւ բարդություններից։ Ես բավականություն էի ստանում մարդկանց հետ շփումից։ Իսկ նկարչությունը դա այն արվեստն է, որտեղ դու ավելի շատ ես պարփակվում քո մեջ, քո մտքերի եւ դուրս ես գալիս, ավելի բարդ է լինում մարդկանց հետ շփվել եւ ինքնահաստատվել, ինքնաարտահայտվել։ Դա էր հիմնական խնդիրը, որ ես ինձ դուր էր գալիս այդ ուշադրության կենտրոնում լինել, ձևավորել իմ խոսքը եւ այդ ամեն ինչ որ կապված էր թե մոդելային արվեստի, թե գեղեցկության մրցույթի, թե հետագայում Միացյալ Նահանգներում իմ նոր մասնագիտության ձեռքբերումը ունենալու մեջ։ Ինչ վերաբերվում է արվեստին, այո, ես հիմա վերադարձել եմ այն տարիքին, երբ որ այն մասնագիտությունը միջազգային բիզնեսի մարքեթինգի, որը ես ձեռք եմ բերել Միացյալ Նահանգներում, պետք է գալիս թեկուզ եւ անգլերեն լեզվի իմացությունը ընտանեկան որոշ բիզնեսներում, բայց կա պահանջը նկարելու։ Ես զգում եմ, որ այն թեկուզ եւ նրա համար, որ ես ներքին հանգստություն գտնեմ այս թողուպոհի մեջ ընտանիքի, բայց արվեստը պահանջում է անմնացորդ նվիրում եւ պատահական չի, որ շատ արվեստագետներ ոչ միայն նկարիչներ, երաժիշտներ, պարարվեստի ներկայացուցիչներ, նրանք առհասարակ ընտանիք չեն ստեղծում, որպեսզի ստեղծելու դեպքում էլ ընտանիքը մնում է ստվերում հիմնականում։ Ստվերում է մնում, այո, իմ տարբերակով այդպես չի կարող լինել, արդեն իսկ չի կարող լինել։ Բայց ես այսօր էլ ասեմ լավ, գնամ 2 ժամ նկար, բայց ես հասկանում եմ, որ դու ոչ մի լավ բան չես ստեղծի ունենալով այդ ժամային թեկուզ սահմանափակումը։ Միգուցե գա երեխաների այնպիսի տարիք, երբ որ ես ավելի ազատ կլինեմ, կարողանամ լրիվ անջատվել եւ դա այստեղ ժամի մասին չի խոսքը, այլ ուղեղը անջատել այնպես, որպեսզի դու կարողանաս ուրիշ ինչ-որ գեղեցիկ մի բան ստեղծել։ Շատ եմ մտածում դրա մասին եւ միգուցե սկսեմ փորձել, ստացվի կամ ստացվի այնինչ որ կստացվի, չգիտեմ։ Միգուցե պարզապես գա ժամանակ, երբ արդեն երեխաները կողմնորոշված լինեն մասնագիտության ընտրության հարցում, յուրաքանչյուրն իր ուղին գտած լինի, այդ ժամանակ իհարկե այլ հոգսեր են առաջանում, բայց ամեն դեպքում անընդհատ հետևողական լինելու անհրաժեշտությունը չի լինի եւ սեփական անձով զբաղվելու ժամանակն առավել կլինի։ Ընթացքում նշեցիք, որ խոսքի կազմավորմամբ զբաղվելը ձեզ հետաքրքիր է եղել այդ տարիների ընթացքում, երբ մոդելային ասպարեզում ձեզ դրսևորում էիք։ Եվ ձեր խոսքը իսկապես վերահսկվող խոսք է եւ շատ հաճախ մարդկանց մոտ, հասարակության մոտ չկա այն զուգահեռը, որ գեղեցիկը ներկայացնող մարդը կարող է նաեւ տիրապետել խոսքին, մտքին եւ մնացյալ այլ բաղադրիչներին։ Գեղեցիկը առավել տեսողականի համար ընկալելի հասկացություն է։ Որքան ժամանակ եք այն տարիքում հատկացրել այդ ամենին եւ որքան է եղել գիտակցությունը պատրաստ այդ ամենին, որովհետեւ մենք առնչվելով այդ ոլորտի հետ հիմնականում ինքներդ էլ գիտեք, գալիս ենք իսկապես այն համոզման, որ քիչ դեպքերում է
երբ մարդ փորձում է դրսևորվել այդ ոլորտում, ոչ թե երբ մարդ բնությունից օժտված է գեղեցկությամբ, այլ պարզապես փորձում է դրսևորվել այդ ոլորտում, քիչ դեպքերում է հետևողական լինում խոսքի եւ գրագիտության հարցում։ Գիտեք, այն տարիներին ոչ մեկ մեզ չէր պատրաստում։ Մենք անգամ քայլել չէինք սովորում։ Դա կար, ինչ որ կար, եւ ով որքան ունակություն ուներ։ Ինչպես հաղթեց եւ ես դա հասկացա, երբ որ Miss Հայաստան ինձ ընտրեցին եւ նստացրեցին բազկաթոռին եւ մեծ քանակությամբ մամուլի ներկայացուցիչներ ինձ շրջապատեցին եւ սկսեցին բազում հարցեր տալ եւ այդտեղից սկսվեց հաջորդ օրը, 2 օր հետո, 3 օր հետո այդ ես ասեմ, որ ես շատ մեծ խոճապի մեջ էի, քանի որ իսկապես ինձ համար խոսել անգամ դաս պատասխանել ինձ համար շատ դժվար է եղել։ Ես ավելի շատ տրամաբանություն եմ սիրել, մաթեմատիկա եւ այն ինչ որ կար եւ երբ որ լրագրողները շրջապատեցին ինձ այդ պահին, ես հասկացա, որ միգուցե եւ չէի ուզում հաղթել այդ մրցույթին։ Մենք պատրաստ չէինք իրականում այդ բոլոր հարցերին պատասխանելու ոչ մի աշխատանք չէր տարվել, որպեսզի մենք գեղեցիկ։ Հիմա երեխաները շատ պատրաստված են, չգիտեմ դպրոցում դասավանդում են այդ խոսքի արվեստը գեղեցիկ արտահայտվելու, բայց ես անձամբ հիմա որ նայում եմ հարցազրույցները, շատ հետաքրքիր է, որ միտքս դուրս գալիս է, բայց շատ այդպես դժվարությամբ, կաշկանդվելով, տանջվելով հարցազրույցներին պատասխանում էինք։ Դե այդպիսի ժամանակներ էին։ Ես կարծում եմ, որ ժամանակները պարզապես ավելի ամոթի զգացողության բարձր սանդղակ են ունեցել։ Երիտասարդությունը առավել ամաչկոտ էր եւ սեփական կարծիքը վստահ արտահայտվելու ունակությունը չուներ։ Իսկ այսօր դպրոցը նույնիսկ դասավանդման մեթոդը տալիս է այդ հնարավորությունը եսի բացահայտման ու սեփական կարծիք ներկայացնելու։ Համար կարծում եմ անհրաժեշտություն չկա ոչ այդքան հաճույքով հիշելու այդ տարիները, որովհետեւ միանշանակ ամոթխածությունն էլ այն գեղեցիկ արժեքներից մեկն է, այն գեղեցիկ դրսևորումներից մեկն է, որի պակասն այսօր մենք ի վերջո կարծում եմ ունենք։ Իսկ եթե անդրադառնանք կրթությանը, որը հետագա ձեր շարունակությունն էր մասնագիտության ընտրության, ինչով էր դա պայմանավորված։ Հասկացաք, որ մոդելային աշխարհում դրսևորվելու համար պետք են ավելի ուժեղ կամ այն հատկանիշներ կամ առավել այլ արժեհամակարգ, որը կտա հնարավորություն այս կամ այն ընտրությունը իրականացնելու, չէ՞ որ կյանքը միշտ ընտրության հնարավորություն է տալիս եւ նպատակակետին հասնելու համար երբեմն լինում են ուղղություններ, որոնք այդքան էլ ընդունելի չեն մեզ համար, բայց կան մարդիկ, ովքեր ընտրում են այդ ուղղությունը, կան մարդիկ, որոնք համարում են, որ լավ է ես հրաժարվեմ իմ երազանքից, բայց չընտրեմ այդ ճանապարհը։ Կրթությունը ձեզ համար դա այդ այլընտրանքն էր, որը կտար հետագայում հացի խնդիրը լուծելու հնարավորությունը։ Ես աշխատում էի որպես մոդել, քանի որ Միացյալ Նահանգներում ունեի վիզա, որը ինձ թույլ էր տալիս միայն մոդել աշխատելու։ Եվ ես տեսնում էի այդ աղջիկներին, որոնք սպառնում են իրենց ժամանակը, այո, վաստակում են որոշակի գումար, նույն կերպով ծախսում են այդ գումարը, տարիները անցնում են եւ ոչ մի մտավոր զարգացվածություն իրենք չունեն։ Չգիտեմ, շատ քչերն էին, որոնք հետագայում կարողանում էին կուտակել, ինչ-որ մի ուրիշ գործով զբաղվել, մեծ ամասամբ մնում էին չկրթված եւ իրենք խառնվածքով շատ էին տարբերվում ինձանից։ Ես ընտրեցի մասնագիտություն եւ իմանալով, որ ես հետ եմ վերադառնալու Հայաստան, մարքեթինգի մասնագիտությունը այստեղ դեռ չկար։ Եվ ես գիտեի, որ գալու է ժամանակ, երբ որ շատ պահանջված լինի այդ մասնագիտությունը։ Ինձ համար մոդել լինելը դա ընդհանրապես հոբի է եղել եւ դյուրին դրան վաստակելու միջոց այն ժամանակներում, երբ որ ես ուսանող էի։ Բայց որ ասեմ, ես 1 օր բավականություն եմ ստացել այդ աշխատանքից, հակառակը ինձ համար շատ սարսափելի միջավայրում էի ես գտնվում, ինձ թվում էր ես կարող եմ խենթանալ այդ մարդկանց մեջ, բայց ինձ համար կար նպատակ ուսումս վերջացնելու, մեծ դժվարությամբ, բայց վերջացրեցի, ավարտեցի եւ եկա եւ իսկապես այստեղ պահանջված էր իմ մասնագիտությունը եւ հիմա կարողանում եմ կիրառել որոշ աշխատանքների մեջ։ Իսկ չկա ցանկություն համատեղելու։
քանի որ մոդելային դաշտը կարծես թե դարձյալ թափուր է մնում մեզ մոտ, կան որոշակի դրսևորումներ, բայց որոնք կարծում եմ ըստ իս, միգուցե սխալվում եմ, գիտելիքներս եւ իմացությունս այս ոլորտի վերաբերյալ այդքան մեծ չէ, բայց ամեն դեպքում չկա արտահայտված դպրոց հասկացություն, մոտեցում եւ պատասխանատու մոտեցում աշխատանքին։ Չկա ձեզ մոտ ցանկություն համատեղելու, այսինքն շուկայական գիտելիքները, շուկայական կանոնները, որոնց դուք տիրապետում եք, օգտագործել մոդելային հարթակը առավել գրագետ եւ վաճառվող դարձնելու համար, որովհետեւ նույնիսկ եթե համեմատենք 90-ականների վերջին ներկայացվող մրցույթները գեղեցկության եւ այսօր, մենք ակնհայտ տարբերություն կտեսնենք, որովհետեւ այնտեղ կար որոշակի գումարային բյուջե, որը հատկացվում էր եւ տրվում էր մասնակիցներին, իսկ այսօր մենք կտեսնենք պարզապես տիտղոս, որը վստահություն է տալիս այս կամ այն աղջկան։ Նախ պետք է տարանջատենք մոդելային ու գեղեցկության մրցույթները։ Այն ինչ որ հիմա կա մոդելային ասպարեզը Հայաստանում, ինձ թվում է դա բավարար է մեր բնակչության համար։ Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթներին, այո, դա իմ գիրքն է, ես կարող եի անել, ես շատ սիրում եմ, ես ցանկություն կունենա այս զբաղվելու։ Բայց մենք ունենք այստեղ շատ լուրջ խնդիրներ, մի շարք խնդիրներ, բայց մենք այստեղ ունենք մի շարք խնդիրներ։ Սկսած նրանից, որ մենք ամեն տարի գեղեցկության մրցույթ անցկացնելու համար չենք կարող հավաքել այդքան թվի գեղեցիկ աղջիկներ։ Մեր չափանիշներով գեղեցիկ։ Կա խնդիր, որ բնակչությունը գնալով շատ ավելի վատ է վերաբերվում մրցույթներին, որտեղ անցյալ տարիներին գեղեցիկ սխալ ասացի, ուզում եմ ասել, Նպեն բառը իհարկան ռուսերեն ասեք, միգուցե համարժեքը գտնեմ հայերեն։ Արժեքազրկեցին մրցույթը։ Որտեղից սկսեմ։ Այն տարիներին Նախորդ տարիներին Miss Հայաստան մրցույթը բավականին արժեքազրկվեց, քանի որ սկսեցին ծաղրել մասնակիցներին եւ այդ ամենը վերականգնելու համար որոշակի ժամանակ է պետք եւ գեղեցիկ աղջիկներ, որոնք կհամաձայնվեն մասնակցեն, չէ՞ որ արդեն ընտանիքի անդամները դեմ կլինեն եւ այլն մի շարք գործոններ կան։ Իհարկե ինձ թվում է եթե լինի կազմակերպիչ, որ ավելի մեծ ներդրումներ կանի եւ ավելի լուրջ կվերաբերվի։ Այո, միգուցե աղջիկները ավելի դրական վերաբերմունք ունենան, կգան կմասնակցեն։ Հիմա մենք ունենք ներկայացուցիչներ մոդելային ասպարեզից, որոնք Հայաստանն են ներկայացնում միջազգային մրցույթներին, բայց ազգային մրցույթի պակասը կա, որպեսզի մասնակցեն ավելի բարձր մրցույթների։ Իհարկե ես շատ եմ սիրում գեղեցկության մրցույթների մասին խոսելը, շատ ափսոսում եմ, որ չունենք նոր դիտխոսակիրներ, նոր դեմքեր, որոնք այդ ասպարեզը կներկայացնեն եւ կա մի վախ, սարսափելի վախ, որ այն աղջիկները, որոնք ընտրվում են Miss Հայաստան, նրանք շատ լավ չեն ընդունվում հասարակության կողմից։ Շատ ցանկալի կլիներ, որպեսզի մեզ մոտ նույնպես գործեր ազգային մրցույթ, որպեսզի մենք նույնպես ունենային գեղեցկության ոլորտում ներկայացուցիչներ միջազգային հարթակներում։ Հայկինը շատ գեղեցիկ է, նա պետք է ներկայացվի։ Նա ներկայացված է որոշ առումներով, բայց ոչ պաշտոնապես Հայաստանից։ Դա կարող է լինել անգամ համահայկական, ոչ միայն Հայաստանից ներկայացուցիչ։ Ես շատ կցանկանայի, որպեսզի որևիցե մեկ անգամ, եթե ոչ ես դրանով զբաղվեր եւ նաեւ մեր հասարակությունը ընդուներ այդ գեղեցկուհուն իր թերություններով, քանի որ անթերի մարդ իսկապես չկա, վերադարձանք միջից որ սկսեցինք, ընդուներ իր գեղեցիկին, գեղեցկուհուն այնպիսին ինչպիսին նա կա եւ գեղեցկուհին էլ պետք է հասկանա իր հերթին, որ նա ընտրված է որպես իդեալ կնոջ, հայ կնոջ դեմք եւ կերպար եւ որ ունի բաղադրիչ մասեր, որոնք հենց այդ ամբողջությունն են ներկայացնում։ Եվ այո, եւ արտաքինով, եւ ներքինով, եւ իր ամեն ինչով, իր բարին եւ գեղեցիկը սփռի այս երկրում թեկուզ եւ մեկ տարով։ Դա հետաքրքիր մի ինչ որ ինձ համար հեքիաթային գործոն է, հեքիաթային երևույթ է ինձ համար, որը ամեն դեպքում ես զգում եմ, որ պակասը կա եւ մենք ապրում ենք մեր դարաշրջանով, այո, ինձ երբ որ հարցնում են որ թվականի գեղեցկուհին ես, արդեն ամաչում եմ պատասխանել, որովհետեւ այդ վերադառնալը 1990 թեկուզ
շատ արդեն մի տեսակ բարդությունավորում է ինձ։ Ես շատ կցանկանայի, որպեսզի Բայց դրա հետ մեկտեղ կա 2009 Mrs. Globe մրցանակը, չէ՞, Թարմացրեցի, այո, բայց այդ ժամանակն էլ է անցնում։ Անդրադառնանք այդ գլխավոր մրցանակին, որը կարծես թե մի փոքր խռովություն էր առաջացրել ձեզ մոտ, որովհետև հասարակության անդրադարձը եւ գնահատականը համարժեք չէր արված աշխատանքին եւ այն անմնացորդ նվիրումին, որն իրականացվեց 2009 թվականին։ Չկա արդյոք ըստ ձեզ անհրաժեշտություն, չէ՞ որ ինքներդ նշեցիք, որ գնահատական որպես այդպիսին հասարակությունը համարժեք գեղեցկությանը չի տալիս։ Չկա ձեզ մոտ ցանկություն լրացնելու այդ բացը, այդ անկյունը լցնելու եւ հնարավորություն տալու այդ ոլորտին զարգանալու։ Այսինքն դուք ներկայանալով մոդելային բիզնեսում, ներկայանալով մոդելային հարթակում, գեղեցկության մրցույթներին ներկայանալով եւ հանդիսանալով չափանիշ արդեն, որոշակիորեն նկատելով այդ բացը, եւ ունենալով սեփական խոսքի գեղեցիկ եւ սթափ արտահայտվելու ունակություն, որպես լրագրող, մոդելային քննադատ կամ գեղեցիկի գնահատող, բարբերաբար անդրադառնաք այդ հարցին շեշտադրումով եւ հնարավորությամբ արդեն հասարակությանը կրթելու եւ սովորեցնելու այս մշակույթին։ Իրականում այսպիսի հաղորդաշարներ տալիս են ինձ հնարավորություն ժամանակ առ ժամանակ անդրադառնալու այդ խնդրին, բայց դրանից առավել իրականում ընտանեկան այս թողուբոհի մեջ, ծանրաբեռնվածության մեջ գալիս են գաղափարներ եւ այդպես էլ ինձ լքում են, բայց կա պահանջը եւ միգուցե ես ձեր ասածը ձեր գաղափարը իրականացնեմ հետագայում, տեսնենք ինչպես կլինի։ Ոլորտն առավել առողջ դարձնելու համար։ Ինձ համար շատ կարևոր է կնոջ բնական գեղեցիկ լինելու փաստը։ Եվ կարծում եմ ձեզ համար նույնպես, որովհետև ձեր եւ դիմահարդարումը եւ առօրյայում ներկայանալու կերպարը խոսում է հենց դրա մասին։ Ինչպես եք գնահատում այսօրվա նորաձև տենդենսներին, որոնք արտահայտված են եւ որոնք շատ տարածված են, հատկապես շոու բիզնես հասկացության մեջ, հեռուստատեսային ոլորտում, այսինքն գեղեցիկը դարձել է ինչ որ մի օրինակ, որը նույնիսկ երբեմն անցնում է գեղեցիկի սահմանները եւ մոտենում տգեղության։ Այդ արհեստական միջամտությունները համարում եք արդյոք, որ հասարակությունը մի փոքր կորցրել է այն կրթվածության աստիճանը, որը կար 90-ականներին։ Թե սա իսկապես նորաձև է եւ կարելի է տրվել այս նորաձևության հոսքին։ Ես իհարկե իրավունք չունեմ որևիցե մեկին քննադատել նման հարցում, քանի որ մարդիկ իրենք են որոշում ինչպեսի արտաքին ունենան եւ ինչպես հետևեն, միգուցե ինձ համարեն հնաոճ, բայց իրականում այո, ես էլ եմ փնտրում եւ գնահատում ավելի բնականը։ Բնական չեմ ասում անխնամ, բայց բնական արտաքինը, երբ որ մեկը մյուսից տարբերվում է, գոնե որոշակի միջամտություններ կան, որոնց ես նորմալ եմ վերաբերվում, բայց կան կոսմետիկ միջամտություններ, որոնք ես չեմ հասկանում ինչու են նրանք արվում։ Ես ուղղակի ինձ համար անընդունելի է։ Դա ոչ միայն արտաքին ինչ որ փոփոխություն է, այլ ինչ որ մի ասելիք է։ Իհարկե ես չեմ ընդունում եւ կարող եմ ծավալվել, բայց ավելի լավ է այսպեսով սահմանափակել։ Եթե կարելի է մշակել այն ինչը որ կա, թեկուզ եւ վարձերը եւ հոնքերը եւ մեզ հայ կնոջը տրված բոլոր հնարավորությունները, այլ ազգի, ասենք Ազիայի ներկայացուցիչները, ռուս կանայք իրենք ունեն պահանջը որոշակի այդպիսի փոփոխությունների, բայց մեզ հայ կանանց տրված է արդեն այդ հումքը բնությունից տրված եւ տրվել նման, ասենք, այո, ինչպես ասեմ, այդ խոսքին, որ բոլորը պետք է անեն, ես կարծում պետք է ինչ-որ իրոք մամուլն էլ հրապարակի, որ չի կարելի նման քայլերի շատ դիմել մեր հայ կանանց, քանի որ փչացնում ենք այն ինչ-որ կա։ Ունենք այն բնությունը, որը ի սկզբանե տրված է։
Եվ բացի դա կարծում եմ դա նաև հոգեբանական եւ հոգեկան որոշակի կախվածություն է ստեղծում։ Մեկ վիրահատություն կամ մեկ միջամտություն անելուց հետո դա դառնում է հիվանդություն եւ պահանջ եւ պարբերաբար արդեն տեսողական օրգանն էլ է սկսում դավաճանել եւ չտեսնել, որ արդեն այն չափն է, որ անցնելուց հետո միանշանակ բախվելու է տգեղի հետ եւ ոչ գեղեցիկի։ Բայց թողնենք գեղեցիկն ու տգեղը մի կողմ եւ անդրադառնանք ձեր կյանքի այն գլխավոր փուլերից մեկին, որը հնարավորություն է ձեզ տվել առնչվելու, շփվելու այնպիսի մեգա-աստղի հետ, ինչպիսին է Մայքլ Ջեքսոնը։ Եվ դուք այնքան երիտասարդ էիք, կարծում եմ, եւ այնքան քիչ փորձառությամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը որքան էլ որ չէիք ընտրել էիք ձեզ համար այդ ընթացքում ասպարեզ, որը միանշանակ պայքարի եւ դժվարությունների ուղեր, ամեն դեպքում չուներ այն ազատամտությունը, չուներ այն սահմանների բաց լինելը, ինչը կարող է հնարավորություն տալ հեշտությամբ շփվելու, առնչվելու եւ համագործակցելու մեկը աստղի հետ։ Ինչպես ստացվեց, ինչ կարևոր դժվարություն հաղթահարեցիք ինքներդ ձեր մեջ այդ ընթացքում եւ ինչ կարևոր ներդրում սեփական անձի կերտման հարցում ունեցաք այդ համագործակցությունից հետո։ Իրականում դա շատ լուրջ երևույթ չի եղել եւ ես չէի հավատում մինչեւ վերջին վայրկյանը, որ հենց ինքը Մայքլ Ջեքսոնը գալու է այդ ֆոտոնկարահանմանը։ Ինձ պետք էր պորտֆոլիոյի համար նկարներ եւ անկախ նրանից, որ ես չէի հավատում, ես գնացի այդ նկարահանմանը։ Բայց հայտնվեց ինքը եւ 3 ժամ նկարահանումից հետո դա չես կարող ասել որպես փող համագործակցություն կամ հետագայում ոչ տեսահոլովակ ենք նկարել, ոչ պարզապես եղել է ֆոտոսեսիա, որի արդյունքում շատ մեծ քանակությամբ ֆոտոներ կան, որոնք ես չեմ էլ այդպես շատ ձգտում ստանալու, որովհետև այդ մարդը, որը կազմակերպել էր, խոսք էր տվել Մայքլ Ջեքսոնին, որ չի տարածի նկարներ եւ ընդամենը 2 ամսագրերում դուրս կգա։ Իհարկե հիմա միգուցե կարելի է ստանալ ֆոտոները, բայց ունեմ մի քանիսը եւ դրանով ոնց որ բավարարվում եմ։ Շատ հուզիչ էր եւ հիմա անգամ երբ որ երգերը լսում եմ, ինչ որ վերադառնում եմ այդ հիշողությանը։ Ինչ որ խոսքի փոխանակում, մտքի փոխանակում եղել է իհարկե, ես շատ նոր էի մեկնել Միացյալ Նահանգներ եւ շատ ամաչում էի խոսելուց եւ հաճախոսություններ էի ստանում իրենից դիմահարդարմանս համար։ Անգամ այնքան ասեց, որ ես ուզում էի ասել, եթե ցանկություն կար, մի օր էլ ես փորձեմ ձեր դիմահարդարումը, բայց սարսափեցի, որովհետեւ իրականում մի քիչ սարսափելի էր։ Ակնոցներով էր եւ ձեռնոցներով չէր, որ ինձ հետո ասին դու հասկանում ես, որ ինքը առանց ձեռնոցի քո ձեռքը բռնել է։ Շատ հուզիչ է, որ հիշում եմ, շատ տխուր է, երբ որ հիշում եմ իր այտենց այլայլված եւ տխուր ներքնաշխարհը։ Հետագա մենք իր եղբոր հետ շփվեցինք, Ջերմեյն Ջեքսոնի, որը եկավ Հայաստան, այցելեց եւ իր կյանքից շատ հետաքրքիր դրվագներ պատմեց։ Շատ ափսոսում եմ, որ կան նման մարդիկ, որոնք այդպիսի մեծ բարձունքների հասնելով երբեք մեկ օր անգամ երջանիկ իրենց չեն զգում։ Ես կարծում եմ այդ անմնացորդ նվիրումը պահանջում է զոհ եւ այդ զոհը հենց այն մարդն է, ով պատրաստ է նվիրվելու եւ այդքան մարդկանց ապրեցնելու։ Իսկ ցակումնաբանությամբ հետաքրքրվել է թե ոչ, այսինքն նա հասկացավ, որ նա հայ գեղեցիկի հետ է առնչվում։ Այո, ներկայացրեցին, շատ նեղվեց, որ ես իրանից ավելի բարձրահասակ եմ։ Շատ եւ դրա արդյունքում ինձ նստացրեցին մեքենայի մեջ, որպեսզի ինքը կանգնած լինի, այլ ոչ թե հակառակը պետք է լիներ եւ պետք է կանգներ իմ կողքը եւ լուսանկար ունեմ, որտեղ թաթերի վրա է կանգնել, որ շատ ցածրահասակ չի երևա։ Աստորեն այդ բարդույթը բնորոշ է նույնիսկ մեգա աստղերին այն դեպքում։ Անպայման, ամենաշատը երևի իր մոտ կար։ Շատ չենք զրուցել, քանի որ դե մեզ նկարում էին եւ հանգստանալու ժամանակ ինքը ինչ որ տեղ էր առանձնանում։ Իսկ ձեզ համար ձեր հասակը երբևէ բարդութավորվելու առիթ եղել է։ Երբեք չի եղել։ Հատկապես մեր հասարակության։ Այո, ինչքան էլ որ ընտանիքում մայրիկս անուղղակիորեն փորձում էր այդ բարդույթը սերմանել, միևնույնն է չեղավ իմ մեջ, չեղավ, շատ ընկերուհիներ ունեմ բարձրահասակ, ինձ հաճելի է բարձրահասակ լինելը, ես չեմ համարում, որ
ցածր հասակ ունենալը դա թերություն է, որովհետև շատ գեղեցիկ կանայք կան, գեղեցիկ իրենց համաչափությամբ, այո, համաչափությամբ շատ գեղեցիկ, շատ սիրում եմ եւ Քիմ Քարդաշյանի այսպես լրիվ տարբերվող ձևաչափերը գեղեցիկի եւ չոր մոդելային ես գտնում եմ, ես համարում եմ, որ յուրաքանչյուր կին ինքը իր տեսակով է գեղեցիկ։ Հատկապես կարծում եմ պետք է պարզապես գիտակցել, որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բնական արտահայտման միջոցը։ Լեռնային շրջանում ավելի ցածրահասակներն են լինում, հարթավայրերում ավելի բարձրահասակներ, այսինքն բնությունը միևնույն է, իր գործն անում է։ Բայց չի ասի, որ հայերը համարվում են ցածր։ Ես կարծում եմ, որ միջին հասակի հատկապես մեր նոր սերունդի ներկայացուցիչները։ Իդեպ բացի միջին հասակից, նաև գունային առումով ձեր երեխաների միջոցով կարելի է հասկանալ, որ այն իրական հայկական գունային համադրությունը վերականգնվել է։ Բաց աչքեր, սպիտակ մաշկ, ճերմակ մաշկ եւ բաց մազեր։ Սա գենետիկ փոխանցված է եւ դուք եւ ձեր ամուսինը փաստորեն նույն բաց հայկական իրական հայկական գեների կրողն եք, բայց գենը իսկապես հայկական է, թե կան խառնուրդներ։ Իրենք 25% փաստորեն ռուս են, ամուսնուս մայրիկը ռուս է եւ չնայած ես էլ սև չեմ եւ բաց գույնի աչքեր ունեմ եւ նույն է այդ ռուսական կողմը գերիշխում է իրենց մեջ։ 25%-ը բավականին ակտիվ է, թեպետ ասում եմ, դուք ձեր կերպարով եւ գունային համադրությամբ նույնպես հայկական եք եւ բաց եք։ Երեխաների մասնագիտության հարցում, ընտրության հարցում արդեն կողմնորոշում ունեք, թե ոչ եւ արդյոք համարում եք, որ նրանց պարզապես վստահ լինելու համար նույնպես կարելի է տալ հնարավորություն գեղեցկության մրցույթներում դրսևորվելու։ Այս պահին մենք դեռ դպրոց ենք, նոր ենք սկսել հաճախել եւ շատ ավելի բարդ երևույթներ կան առօրյայում, հարցեր, որոնք պետք է լուծենք, դեռ մասնագիտության ընտրությանը չենք հասել։ Ես կարծում եմ, որ ես կլինեմ այն մայրիկներից, որոնք կտան ազատություն մասնագիտության ընտրության եւ չեմ սահմանափակի իրենց։ Պարզապես կան որոշակի տեստավորումներ եւ այլն, որ կարելի է անցկացնել եւ առանց սխալվելու ընտրել մասնագիտություն։ Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթներին, մանկականները բացառվում են, ես շատ դեմ եմ մանկական մրցույթներին, իսկ հասուն տարիքում ինչու ոչ, որպես հոբի կարող են գնալ մասնակցել, բայց դա չի կարող լինել կյանքի նպատակ, հաղթելու այն ծարավ, որ անպայման պետք է իրենք հաղթեն, չէ՞ որ դա արտաքին է, դա գեղեցկություն է, դա չափանիշ չունեցող մի երևույթ է, որը չես կարող ասել, որ անպայման պետք է հաղթեմ։ Եվ որպես թռուցիկ ինչ-որ մի զբաղմունք կարող են մասնակցել, բայց իրենք արդեն կայուն են իրենց ինքնադրսևորման, իրենց բացարձակ հիմա երեխաները չունեն բարդույթներ եւ անկաշկանդ են շատ։ Չեմ կարծում, որ իրենց հենց գեղեցկության մրցույթը եւ առավել եւս հաղթելն է պետք, որպեսզի իրենք ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա։ Ես կարծում եմ, որ անգամ դա կարող է փչացնել մարդուն, եթե հաղթի եւ չկարողանա իր հաղթանակը վայել ձևով անցկացնել, դա շատ բարդ եւ վտանգավոր երևույթ է։ Այստեղ նաեւ հասարակության միջամտությունն ու հասարակության վերաբերմունքը անպայման կձևավորի այս կամ այն դրսևորումը տվյալ անհատի, ով դրսևորվում է գեղեցկության ոլորտում հաղթանակ ստանալու համար։ Կարծում եմ գեղեցիկի մասին բավականին շատ խոսեցինք, ինձ համար հետաքրքիր է նաև անդրադարձը, քանի որ թերի է մնացել Գեղարվեստի ակադեմիայում կրթությունը եւ ասացիք, որ ցանկությունը մեծ է վերադառնալու այս դաշտ, այդ ոլորտ եւ սեփական մտորումներն ու զգացողությունները անպայման նկարչության միջոցով արտահայտելու, շատ կարեւոր է նաև փաստաթուղթ ունենալ, հատկապես մեր հասարակության մեջ, հատկապես իգական սեռի համար, տվյալ բուհի։ Այսինքն անցնելով որոշակի ճանապարհ եւ չունենալով այդ փաստաթուղթը, դիպլոմ հասկացությունը, կարծում եմ պարբերաբար տարբեր մարդիկ տարբեր դրսևորումներ են ցուցաբերում եւ այս միջոցով էլ փորձում ընկճել կամ բարդութավորել։ Չկա արդյոք գերնպատակ կամ պարզապես ցանկություն վերադառնալու եւ արագ այս խնդիրներ լուծելու դնելու մի կողմ։
Ես իդեպ ասեմ, որ ես մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում եմ սովորել, լիարժեք սովորել եմ միգուցե 2 տարի, դրանից հետո երբ որ արդեն սկսեցի մասնակցել մրցույթներին, շատ լավ դասախոսներ եմ ունեցել, շատ բարի, շատ իրենց համար հետաքրքիր էր ինչ եմ անում, ուր եմ գնում, եւ հենց մտնում էի համալսարան, ասում էին դու գնա Եվրոպա, գնա տեսնենք ինչ է լինում, 5, այսինքն 2 տարի էլ մինչև 4-րդ կուրս ինձ պարզապես գնահատականներ են դրել, որոնք ես օգտագործել եմ Միացյալ Նահանգներում սովորելու ժամանակ, այդ կրեդիտները օգտագործել եմ եւ չեմ ուսանել արվեստ, օտար լեզուներ, ֆիզկուլտուրա թեկուզ եւ եղավ ցանկություն, երբ որ ես հետ վերադարձա, վերականգնեցի սովորելու գործընթացը, 1 տարի եւս պետք է գնայի ինստիտուտ, բայց 1 օր մտնելուց հետո ես հասկացա, որ ես այլևս չեմ կարող։ Չունեք դրա կարիք։ Չեմ կարող ինձ տրամադրել եւ մի թուղթի համար եւս 1 տարի, 1.5 տարի տրվել այդ դժվարին աշխատանքին իրականում, որը միանշանակ բերկրանք է առաջացնում, որովհետև ցանկացած գիտելիք երջանկացնում է, բայց ամեն դեպքում դա իսկապես լրջմիտ մոտեցում է պահանջում եւ նվիրում եւ դրա համար էլ պետք է ներքին պատրաստվածություն այդ պահին ունենալ։ Ես շատ հոգնած էի շատ ուսումից, որովհետև զուգահեռ պետք է աշխատեի, շատ գերհոգնած էի, դրա համար ես հասկացա, որ ինձ առայժմ միշտ էլ կարելի է վերականգնել այդ թուղթը ստանալու համար եւ կար եւս մի բան, այդպես բարդ սովորելուց հետո ես անդրադառնում եմ նրան, որ ինձ պարզապես թվանշաններ են դրել եւ միգուցե ես արժանի չեմ այդ դիպլոմին եւ եթե ես հետագայում որոշեմ նկարեմ, ինձ այդ թուղթը անհրաժեշտ չի լինի, այսինքն ես պետք է պետական ինչ-որ կառույցներում դասավանդեմ երեխաներին, որպեսզի պետքություն ունենամ այդ թղթի։ Այլապես առ այսօր ինձ պետք չի եղել, անգամ եթե ես սկսեմ նկարչությունը, չեմ կարծում, որ ինձ դա պետք կլինի։ Սա էլ սթափ հավասարակշռված մոտեցում հարցին։ Ունեմ արդյոք իրավասություն այդ թուղթը վերցնելու, թե ոչ, որովհետև հետագայում պարտավորվածություն եմ ունենալու նաև այդ գիտելիքը կրելու եւ փոխանցելու։ Անսահման շնորհակալ եմ Աստված, որ ձեր գեղեցկությունը եւ ես վստահ եմ, որ ձեր գեղեցկությունը միշտ իր դրսևորումն է ունենալու յուրաքանչյուր տարիքում, որովհետև ներքին այդ համերաշխությունն ու ներդաշնակությունը եւ այդ ամուր ընտանիքը միանշանակ այն հենքն են լինելու, որոնք տալու են հնարավորություն ձեզ միշտ ժպտալու, խաղաղ հայացքով նայելու եւ այդ ամենով վարակելու եւ ոգեշնչելու նաեւ հասարակությանը։ Շնորհակալ եմ, հուսամ հաջորդ հանդիպման ժամանակ նրանք արդեն կլինեն 5-ը։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ, վստահ եմ այս երեկոն ձեզ համար գեղեցիկ էր եւ սիրառատ, իսկ մենք հանդիպելու ենք վաղը 18:45-ին կրկին ասելու բարև, ես եմ։